Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ դիտում եք մեր հաղորդումները։ Եվ այսպես այսօր մի լավ օր է, որովհետեւ մենք պատրաստելու ենք մի ավանդական հայկական խոհանոցից մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենահարավաբույր հայոց ազգային խոհանոցից մի ուտեստ եւ այդ ուտեստը պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Գրիշա Հակոբյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, մեր լավ բարեկամ եւ ձեր համար արդեն սպասված հյուր, ողջույն Գրիշ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Տրամադրությունը բարձր է, այսօր կպատրաստենք մեր ավանդական հինագույն ուտելիքներից մեկը, որը մեծ պահանջարկ ուներ։ Չի սպասում է հարցնեմ, տրամադրությունը բարձր է, Բարձր է, արդեն բարձր է։ Արդեն բարձր է, որ սպես սկսեցինք։ Շատ լավ։ Ինչ մթերքներ են հարկավոր այսօրվա ուտեստի համար։ Այսօրվա ուտեստի համար հարկավոր է սմբուկ, լոլիկ, գեղևահանած սիսեր, որը նախորդ մենք խաշել ենք եւ գեղևահանել ենք եւ անպայման գեղևահանել ենք եւ հորթի փապկամիս խաշված, այո։ Եվ ուտեստը կոչվում է լցոնված սմբուկ։ Լցոնված սմբուկ սիսերով, բայց սա ավանդական միայն սիսեր է եղել։ Մենք ավելացրել ենք նաեւ հորթի փապկամիսը։ Կպատրաստենք, կտապակենք։ Հորթի միսը մանր պիտի կտրատենք։ Ավելի հաճելի է, որ կտրտվի սիսերի չափով։ Սիսերի չափով, լավ։ Բարեկամներ, մենք տապակում ենք հիմա սմբուկը ամբողջական, տապակելուց հետո պիտի ճեղքենք եւ կարծում եմ այն մեկը արդեն պատրաստ է։ Մի փոքր էլ, եթե կարելի է։ Եվ լցոնը պիտի տապակենք, համեմենք, ինչով ենք համեմելու։ Ուրեմն սկզբից մենք քիչ տապակելու ենք լոլիկը, միաժամանակ ավելացնելու ենք եւ սիսերը եւ հորթի փապկամիսը, համեմելու ենք աղով, պղպեղով, հոտավետ պղպեղով, համեմի սերմով։ Շատ լավ, փորձենք։ Փորձած է սա արդեն եւ երկար տարիներ։ Մարիա պատրաստ է։ Այսպես ճեղքում ենք։ Եթե սմբուկ ընտրել ենք մատրաշ, վաղ գարնան, թեկուզ ուշ գարնան սմբուկ, պիտի հասկանանք, որ նա արդեն շատ նուրբ է եւ շատ ջերմային մշակման պիտի չընթարկենք։ Թե արդեն դա պատրաստ է, 2-3 Այո, մի քիչ աղ, մի քիչ պղպեղ, եւ մի քիչ էլ հոտավետ պղպեղ։ Հոտավետ պղպեղ մի քիչ։ Լավ։ Նույն ձևով մենք պետք է ուրեմն համեմենք սիսերը, միսը եւ լոլիկը։ Խնդրեմ, պարոն Մամուլյան, դուք սա էլ կարող եք պատրաստել, իսկ ես հիմա տապակեմ ուրեմն։ Նույն տապակի մեջ պիտի այո, նույն տապակի մեջ, որովհետեւ միևնույնն է, լցվելու է նորից սմբուկի մեջ։ Այսպես զգուշությամբ ճեղքում ենք, մի քիչ աղը, մի քիչ սև պղպեղ, մի քիչ հոտավետ։ Շատ զգացական բույր է հիմա, որ բուրում է սմբուկը, որովհետև տաք ժամանակ, որ ավելացնում ես իր ամբողջ եւ ամենակարևորը որ պետք է համեմունքները վերջում ավելացնել, որպեսզի նրա համն ու հոտը մենք զգանք։ Եթե նախորոք ենք լցնում, նրա համն ու հոտը մենք չենք կարողանում։ Այո։ Վերջում ջերմության, ուրեմն ջեռուցումից հետո, երբ որ նա ջեռուցման է ենթարկվում, հա։ Այո։ Իր համը հոտը կորցնում է, վերջում լցնելուց նա իր համը հոտը պաշտպանում է։ Շատ արագ եւ լավ պատրաստվող ուրեմն
ուտեստ է սա։ Դու միշտ նշում ես ուտեստի արագ պատրաստելը, դա քո համար սկզբունք է, թե ուղղակի ուզում ես, որ մեր հեռուստադիտողները այն հեռուստադիտողները, որ մի քիչ դժվարությամբ են ժամանակ հատկացնում պատրաստելուն։ Սա այն կերակրատեսակները, որ տանը կարելի անմիջապես շուտ պատրաստել երեխայի համար։ Մենք 10-12 րոպե, 15 րոպե մաքսիմում պատրաստում։ Այո։ Շատ լավ։ Այսինքն ժամերով գործից եկել են, աշխատանքից եկել են, նրանք ժամերով չեն նստի պատրաստեն արագ, պատրաստող ուրեմն կերակրատեսակների շարքին է պատրաստվում։ Իսկ եթե մի քիչ կարակ ավելացնենք այդտեղ։ Կարելի է։ Իհարկե կարելի է։ Չի խանգարի, կարակը երբեք չի խանգարել։ Պատրաստ է մեզ մոտ, մենք կարող ենք արդեն համեմել։ Դնենք այստեղ եւ համեմենք։ Արով։ Պղպեղով հոտավետ։ Համեմի սերմով։ Մենք կարող ենք արդեն լցոնել։ Տեղադրենք սմբուկները։ Ափսեի մեջ մատուցվող, Այո, այսպես բացենք։ այո, գտալի օգնությամբ, եթե կարելի է, Այո, անշուշտ։ Ուղղակի նորից հիշեցնեմ, թե ինչ արեցինք մենք, սմբուկը ամբողջական տապակեցինք, բնականաբար շերտով մաքրելուց հետո, այնուհետև ճեղքեցինք, համեմեցինք աղ-պղպեղ, հոտավետ պղպեղ եւ համեմի սերմ, միջուկ պատրաստեցինք խաշված սիսերից, խաշված մսից եւ լոլիկից, համեմեցինք նորից նույն համեմունքով աղ-պղպեղ, հոտավետ պղպեղ եւ համեմի սերմ եւ մատուցեցինք, բայց հիշեցնեմ, որ այս ուտեստը ծիսական ուտեստ է, բայց ծիսական որպես ուտեստ այն նախնական տեսքով միս չի ենթադրում, այսինքն մենք կարող ենք այս ուտեստը օգտագործել միջուկի մեջ միս չխառնելով, ձևավորում ենք։ Կարելի է մի քիչ սամիտ, մանր փրտենք, լցնենք վրա։ Մի քիչ սամիտ։ Կար։ Սամիթը մի քիչ կգտրատենք, Այո։ մի հատ լոլիկ կդնենք կողքը, Խնդրեմ, մեր ուտեստը պատրաստ է։ լցոնված սմբուկ, ծիսական ուտեստ, լցոնված սիսերով, լոլիկով, ոչ ծիսական դեպքում մսով նաև, պատրաստված Գրիշա Հակոբյանի կողմից։ Գրիշա ջան, ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին, քո առաջարկը, քո խնդրանքը, քո հորդորը, կարող ես օգտվել առիթից եւ Ես հեռուստադիտողներից կխնդրեմ, որ միշտ օգտվեն ավելի այն կերակրատեսակներից, որոնք իրանց ախորժակը քաշում են։ Եթե նրանց ախորժակը քաշում է, լավ ու վատ չկա։ Բոլորը նրանց համար լավ է։ Եթե մարդ ուտում է ախորժակով, եթե ուտում է սիրով, ոնց որ մենք ենք պատրաստում սիրով, նա խնդիրներ չի ունենա։ Պետք է ամեն ինչ ընդունել սիրով, ախորժակով։ Եթե կերավ, նույնիսկ եթե խմեց, նույնիսկ հասարակ պարշուր, հա, ախորժակով է նա խմում։ Ուրեմն նրա օրգանիզմը դա ընդունում է։ Ցանկանում առողջություն մեր հեռուստադիտողներին եւ միշտ օգտվեն առողջ սնունդից։ Ապրես։ Բարեկամներ, անցանք մեր ախորժակին։ Հենց այնպես չի, որ մեզ մոտ առաջանում է այդ ցանկությունը, ախորժակի ցանկությունը։ Դա ուրեմն մեր օրգանիզմը պահանջ ունի այս կամ այն ուտեստի։ Անցանք այդ պահանջին եւ կունենանք լավ տրամադրություն։ Ձեր անունից ես մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Գրիշային, ցանկանանք, որ ինքը նույնպես ինչ ախորժակը քաշում է, ինչպես ինքն է ասում, ճաշակի այն ինչ սիրում է։
բայց այստեղ երևում է, որ դու այդպես չէ, որ ինչ սիրում ես, այն ես ճաշակում։ Ես ինչ սիրում եմ, այն եմ ճաշակում։ Իսկ դու չէ։ Հաճախակի ասում են, որ ես խոհարար չեմ, որովհետև Շատ շնորհակալ եմ, ապրես դու։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում եմ, որ դուք լինեք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ ամեն ինչ լավ է լինելու։ Բարեկամներ, ուտեստը համարվում է որպես տաք նախուտեստ, մատուցել հարկավոր է 65-70 աստիճան ջերմությամբ եւ հետը կարող ենք մատուցել սպիտականապակ գինի։ Ստեսյուն բարեկամներ։ Սմբուկով աղցան, սմբուկ 2 հատ, սիսեր 100 գրամ, հորթի միս 100 գրամ, լոլիկ 1 հատ, ձեթ 30 գրամ, աղ, պղպեղ, բարեախորշակ։